Բալիկներին հետաքրքրություն առաջացնելու, բալիկների մոտ հետաքրքրություն առաջացնելու համար առաջին հերթին պետք է ափսեն լինի գունավոր, պետք է լինի հետաքրքրություն առաջացնելու համար պետք է պատրաստված լինի նաև իր կողմից, այսինքն առաջին հերթին ես ծնողներին միշտ ասում եմ խոհանոցում ներառեք իրենց այդ բոլոր գործերի մեջ, ոչինչ թող ալյուրոտվի խոհանոցը, ոչինչ թող կեղտոտվի, բայց բալիկներին դա է հետաքրքրում, այսինքն պատրաստման process-ից անգամ մինչև սուպերմարկետից սկսած բալիկներին սովորացրեք, որ առաջին հերթին պետք է սկսել գնալ բանջարեղենի բաժնից, այնուհետև գնալ կատնամթերքի բաժնից, հետո գնալ մսամթերքի բաժնից, հետո արդեն նպարեղեն, որտեղ որ հատիկավոր պրոդուկտներն են, մթերքներն են, մակարոնեղենն է, այսինքն որ բալիկը կամաց տեսնի եւ պարտադիր մայրիկը կարդա իր համար, թե տվյալ ապրանքը իրենից ինչ է ներկայացնում։ Եվ իհարկե այն ինչ տեսնի բալիկը տանը կա, այն էլ կսովորի։ Եվ ճիշտ սննդային սովորություններ ձևավորելու համար առաջին հերթին այն սկսում է խոհանոցից։ Ինչպես մայրիկը պատրաստեց, ինչ արեց, իսկ ափսեն պետք է լինի գունավոր։ Օրինակ մենք եթե բրոկոլին խաշած մեզ համար էլ այդքան հաճելի չէ, բալիկին պետք է օրինակ, չգիտեմ, բրոկոլի ափսեն այնպես դասավորել, որ բրոկոլին ինչ որ կենթանի դեմք ստանա եւ իր համար ավելի հետաքրքիր լինի։ Այ կերանք, չգիտեմ, կապիկի ականջը, կերանք կապիկի քիթիկը։ Դա փոքր տարիքի բալիկների մասն եմ խոսում եւ այդպես կամաց իր մոտ ձևավորվում է եւ պարտադիր բալիկների հետ պետք է խոսել ինչպես մեծի հետ, շեշտել, որ գիտես բրոկոլին ինչքան օգտակար է, օգնում է օրինակ, որ աղջիկ բալիկներին ասել, որ մազերը գեղեցիկ լինեն, եղունգները ավելի գեղեցիկ լինեն, որ դու մեծանաս ավելի սլացիկ լինես, տղաներին ասել, որ բրոկոլին օգնում է, որ դու ուժեղ լինես, այսինքն նման ձևով իրենց մեջ ձևավորել սննդային սովորություններ։ Ճիշտ է, նա դրսում տեսնելու է վատ ուտելիքներ, այսպես ասած, մանկական ծնունդների ժամանակ, ընկերական հավաքույթների ժամանակ, բայց այն ինչ որ տանը կա, արդեն չարած փոքրագույնն է լինելու դրսին, որտեղ վատը նույնպես պետք է տեսնի եւ վատը նույնպես պետք է փորձի։